Քոչարյանի ունեցվածքն ըստ ռուսական աղբյուրի։ Վերջին շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ են հայտնվում հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի մասին, որոնք արձագանք են ստանում հայկական մամուլի միմիայն մամուլի էջերում։ Իրավապահ մարմինները եւ բուն հրապարակումների հերոսները առայժմ որևէ կերպ չեն արձագանքում դրանց, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ համաձայն են հրապարակումների հետ։ Իսկ հրապարակումների տվյալներին ծանոթանալով միայն մի եզրակացություն կարող ես անել։ Պաշտոնյա բառը Հայաստանում սկսել է նույնացվել Թալանչի ավազակ բառի հետ։ Այլապես ինչպես բացատրել, որ ասենք 10 տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էր 4 միլիարդ դոլարի կապիտալ կուտակել։ Ռուսական վերսիա կայքեջը հենց այսքան է վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին, եւ վերսիայի հրապարակման առանձնահատկությունն այն է, որ կից ներկայացվում է ունեցվածքի կոնկրետ ցուցակ։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ վերսիայի հրապարակած ցուցակում Քոչարյանների ունեցվածքի մի մասն է միայն հիշատակված, այսինքն այդ ցանկը ամենևին էլ սպառիչ չէ։ Եվ ուրեմն, ինչ ունեցվածք ունեն Քոչարյաններն այսօր Հայաստանի Հանրապետությունում, ներկայացնում ենք ըստ ռուսական վերսիա կայքեջի արտատպված հրապարակ օրաթերթում ցանկն այսպիսին է։ Արցախ բանկ Ռուսական կայքեջը չի մանրամասնում, թե Քոչարյանների ընտանիքից կոնկրետ ով եւ որքան փայաբաժին ունի այս բանկում։ Մեր կողմից կարող ենք հիշեցնել, որ Արցախ բանկը ստեղծվել է Քոչարյանի իշխանության առաջին տարիներին եւ հանրության շրջանում հայտնի է որպես Ղարաբաղցիների բանկ։ Արեքսիմ բանկ ըստ ռուսական կայքեջի Քոչարյանների ընտանիքն այս բանկի համասեփականատերերից է։ Յունի բանկ ըստ ռուսական կայքեջի Քոչարյանների ընտանիքն այս բանկում էլ համասեփականատիրոջ կարգավիճակ ունի։ Իդեպ Յունի բանկի ղեկավարները հաճախ են արտասահմանյան ուղևորությունների մեկնում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու Սեթրակի հետ։ Հայ բիզնես բանկ ըստ ռուսական կայքեջի Քոչարյաններն այս բանկում նույնպես համասեփականատիրոջ կարգավիճակ ունեն։ Հիշեցնենք, որ Հայ բիզնես բանկը ստեղծվել է ընդամենը մի քանի տարի առաջ։ Կոնվերս բանկ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, այս բանկը տարիներ առաջ հայտնվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Այն բանից հետո, երբ միջազգային տերորիզմի հետ կապ ունեցող մի շարք դրածո ընկերություններ եւ բանկեր նրա միջոցով լվացել են 800-ից 900 միլիոն դոլար։ Նշենք, որ ժամանակին Կոնվերս բանկում է աշխատել նաեւ Քոչարյանի ավագ որդին Սեթրակը։ Այս բանկի հետ կապված տարաբնույթ խոսակցություններ կան։ Ոմանք պնդում են, թե Քոչարյաններն այստեղից իրենց բաժինը վաճառել են, իսկ ոմանց պնդմամբ նրանք շարունակում են փայատեր մնալ։ ՄԱՊ ընկերություն ըստ ռուսական կայքեջի այս ընկերությունում Քոչարյանների բաժինը հասնում է 50%-ի։ Հիշեցնենք, որ ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է, ով Արթուր Բաղդասարյանի իշխանավոր եղած շրջանում ՕԵԿ անդամ էր, իսկ նրա ընդդիմադիրացումից հետո դուրս եկավ ՕԵԿ-ից եւ դարձավ հանրապետական։ Ընկերության անունն էլ առաջացել է Պետրոսյանի որդու ամբողջական անուն ազգանուն հայրանվան հապավումից՝ Մակար Ալիկի Պետրոսյան։ Ալիկ Պետրոսյանն այն մարդկանցից է, ով մշտական հովանավորության կարիք ունի։ 90-ականների սկզբին նա իր դստերը կնության էր տվել Արմավիրի փողմարզպետ Դավիթ Մելիքյանին, իսկ երբ վերջինս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հրաժարական տվեց, Պետրոսյանը համարեց, որ դստեր ամուսնությունն այլևս իրեն քաղաքական դիվիդենդներ չի բերում, եւ հասավ նրան, որ դուստրը ամուսնալուծվի, իսկ նախկին փեսան զրկվի իր զավակին տեսակցելու հնարավորությունից։ Սրանից հետո Ալիկ Պետրոսյանը հայտնվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հովանավորության տակ, իսկ սրա հայտնի հրաժարականից հետո փաստորեն բիզնեսի հետագա կենսագործունեությունն ապահովելու համար կիսվել է Քոչարյանների հետ։ Renko Construction Սա այն ընկերությունն է, որ Հայաստանում սկսեց փորձարկել շինարարական բիզնեսը եւ կառուցեց Կոնգրես հյուրանոցը։ Բացման արարողության ժամանակ Քոչարյանն այս հյուրանոցը համեմատեց Բոնբոնիերկայի հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Ըստ ռուսական կայքեջի այս ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ը պատկանում է Քոչարյանների ընտանիքին։ Հիշեցնենք, թե ինչպիսի սկանդալային կերպով սեփականաշնորհվեց Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող այս ընկերությունը։ Գնորդը դրա համար պիտի վճարեր 132 միլիոն դոլար, որից 90-ը տարաժամկետ վճարումով։ Եվ ուրեմն ընկերությունը սեփականաշնորհվեց 45 միլիոն դոլարով, եւ գործունեության առաջին տարում նրա հասույթը կազմեց 190 միլիոն դոլար։ Ստացվեց, որ սեփականատերերը այն ձրի են ձեռք բերել։ Որոշ փորձագետների գնահատմամբ սեփականաշնորհման պահին կոմբինատի գինը նվազագույնը 800 միլիոն դոլար է եղել։ Artshin Invest Bank Ըստ ռուսական կայքեջի Քոչարյաններին է պատկանում այս բանկի բաժնետոմսերի 50%-ը։ Հիշեցնենք, որ այս բանկը հիմնադրվեց սննկացած Artshin բանկի ավերակների վրա։ Շատերը Artshin Invest բանկը կապում են միջազգային բիզնես կենտրոն ընկերության հետ, որն ավարտին հասցվեց ՀՀ կառավարության 3-րդ կորպուսի Երևանի քաղաքապետարանի շենքի անավարտ շինարարությունները։ Սրա դիմաց ստանալով Թումանյանի փողոցում գտնվող ՀՀ առողջապահության մշակույթի նախարարությունների շենքերը եւ Երևանի քաղաքապետարանի նախկին
կարգին շենքը Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա։ Հենց այս շենքում է ներկայումս գտնվում Արշին Ինվեստ բանկի կենտրոնական գրասենյակը։ Վաղուց լուրեր են շրջանառվում, թե Քոչարյանները փայաբաժին ունեն նաև միջազգային բիզնես կենտրոն ընկերությունում։ Կապուտակ Սևան, հանգստյան տուն։ Ըստ ռուսական կայքեջի այս ընկերության 100% ֆորմալ սեփականատերը Ոման Արտակ Ոսկանյանն է, որն իրականում Քոչարյանների կառավարիչն է։ Կապուտակ Սևանը դեռևս խորհրդային տարիներից համարվում է Սևանի ափի էլիտար հանգստյան տներից մեկը, եւ ըստ որոշ տեղեկությունների դե ֆակտո պատկանում է Տիկին Բելլա Քոչարյանին, որի համար հանգստյան այս տան կառավարումը պետական հոգսերից հանգստանալու հիանալի հնարավորություն է։ Նաիրի բժշկական կենտրոն։ Քոչարյանների փայաբաժինն այստեղ ըստ ռուսական կայքեջի 50% է։ Երևանում շատերը գիտեն, որ բժշկական կենտրոնը հիմնադրել է առողջապահության գործող նախարար Հարություն Խուշկյանը եւ բիզնեսի բարեհաջողությունն ապահովելու համար մտել է Քոչարյանների տանիքի տակ։ Ըստ որոշ տեղեկությունների Քոչարյանների ներկայացուցիչը այս բիզնեսում նույնպես Տիկին Բելլան է։ Իդեպ Խուշկյանը հենց այս բիզնես կապերով է հայտնվել Բարգավաճ Հայաստան կուսակցությունում։ Սա սուպերմարկետների ցանց։ Ըստ ռուսական կայքեջի այստեղ էլ Քոչարյանները 50% փայաբաժին ունեն փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով։ Սա սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար վարչապետի նախկին խորհրդական Գագիկ Պողոսյանի կողմից, ով 2001 թվականին սպանվեց իր տան մուտքի դռանը ամրացված նռնակի պայթյունից։ Սուպերմարկետների ներկայիս սեփականատերը Պողոսյանի փեսան է, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը։ Աներոջ մահվանից հետո նա նախ մտավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի տանիքի տակ, իսկ վերջինիս ընդդիմադիրացումից հետո թերևս Ալիկ Պետրոսյանի նման բիզնեսը կիսել է Քոչարյանի հետ։ H2 հեռուստաընկերություն։ Ռուսական կայքը պնդում է, որ այստեղ Քոչարյանները 50% փայատեր են Արմեն Գևորգյանի միջոցով։ Մյուս փայատերը Սամվել Մայրապետյանն է, որը նաև էլիտար շինարարության ոլորտում է ներգրավված։ Ենթադրվում է, որ այս էլիտար շինարարության մեջ էլ Քոչարյանները փայ ունեն։ Մանավանդ որ նույն ռուսական կայքեջը Սեթրակ Քոչարյանին է վերագրում Բիշին Downtown անուններով շինարարական կազմակերպություններ։ Սթար խանութների ցանց Վերսիայի պնդմամբ այս ցանցում Քոչարյանի որդի Սեթրակը 30% փայաբաժին ունի։ Վերջին տարիներին իդեպ լուրեր էին շրջանառվում, թե Սեթրակը մտադիր է մնացած սեփականատերերին դուրս մղել այս ընկերությունից։ Այդ լուրերը հնդհացս մարեցին, բայց հայտնի չէ գործն ավարտված լինելու թե որևէ այլ պատճառով։ Նոյ կոնյակի գինու գործարան։ Ռուսական կայքեջը պնդում է, որ այստեղ էլ Քոչարյանների չափաբաժինը 50% է։ Մնացած մասի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է։ Կարծիք կա, որ Քոչարյանները փայ ունեն Ծառուկյանի բոլոր բիզնեսներում։ Ինչպես հայտնի է, Քոչարյանի եղբայրը Վալերին Ծառուկյանի բիզնես գործընկերն է եղել։ 1998 թվականին սակայն նա դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Ենթադրվում է, որ նրա փայաբաժինները հոդս չեն ցնդել եւ դրանց տեր է կանգնել Քոչարյանների ընտանիքը։ Զվարթնոց միջազգային օդանավակայան Էդուարդո Էրնեկյանին 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնված այս բիզնեսում ըստ նույն աղբյուրի Քոչարյանները 50% փայաբաժին ունեն։ Հիշեցնենք, որ օդանավակայանը հենց Քոչարյանի կառավարման տարիներին է կոնցեսիոն կառավարման հանձնվել աղմկահարույց որոշումների արդյունքում։ Հայփոստ ընկերություն նույնպես կոնցեսիոն կառավարման է հանձնված Էդուարդո Էրնեկյանին եւ ըստ ռուսական աղբյուրի այս բիզնեսում էլ Քոչարյանները 50% փայաբաժին ունեն։ Հիշեցնենք, որ ի սկզբանե Հայփոստի կառավարումը հանձնված էր հոլանդական Հայփոստ Trust Management ընկերությանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը 2008 թվականին դեռևս չպարզված անձանց կողմից Երևանում դաժան ծեծի ենթարկվելով գլխապատառ փախավ Հայաստանից։ Բջջային հեռախոսների ներկրում այս շուկայի 80%-ն է ըստ ռուսական կայքի պատկանում Քոչարյաններին։ Այստեղ հայ հանրության համար նորություն չկա էլ։ Սեթրակ Քոչարյանը վաղուց է հայտնի որպես Nokia հեռախոսների վաճառքի մենաշնորհի տիրակալ։ Հայաստանում բջջային հեռախոսի բումի տարիներին արտերկրից Հայաստան եկող ուղևորները մաքսային մարմինների կողմից անասելի ստուգումների էին ենթարկվում, եւ եթե նրանց մոտ 2 եւ ավելի բջջային հեռախոսներ էին հայտնաբերվում, առաջ էին գալիս լրջագույն խնդիրներ։ Դա հարվածում էր Սեթրակի բիզնեսին, եւ ուրեմն պետք է մաքսային մարմինների կողմից համապատասխան վերաբերմունքի արժանանար։ Նախագահի պաշտոնում իր վերջին այցելություններից մեկը Ռոբերտ Քոչարյանը Ֆինլանդիա կատարեց եւ որդու Սեթրակի ուղեկցմամբ այցելեց նաև Nokia ընկերության կենտրոնակայան։ Հայաստանում Toyota ընկերության ներկայացուցչություն։ Այս բիզնեսում Սեթրակ Քոչարյանի փայաբաժին ունենալը հաստատվել է նույնիսկ պաշտոնական մակարդակով։ Քոչարյանի գրասենյակն է հանդես եկել փաստը հաստատող հայտարարությամբ։ Այստեղ Սեթրակ Քոչարյանի բիզնես պարտնյորը այդ նույն Սամվել Մայրապետյանն է, ով հայտնի է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի ամուսինը լինելով։ Golden Palace հյուրանոց
Ըստ ռուսական լրատվամիջոցի Քոչարյանների փայաբաժինը այս հյուրանոցում կազմում է 83%։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցը կառուցվեց Հաղթանակ զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին։ Այս հյուրանոցի ֆորմալ սեփականատերը ի սկզբանե կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն էր, ով Մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է։ Հայ հանրությանը հայտնի էր, որ Քոչարյանների ընտանիքն էլ այս հյուրանոցում փայաբաժին ունի, բայց որ այդ բաժինն այսքան մեծ է, այդ մասին չէր խոսվում։ Ղ-Տելեկոմ Vivatel առևտրային ապրանքանիշ այս ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացավ մի մրցույթում, որը կապի եւ տրանսպորտի նախարարության կողմից հայտարարվեց եւ ավարտվեց մի գիշերվա ընթացքում։ Ռուսական լրատվամիջոցը չի նշում, թե որքան փայաբաժին ունեն Քոչարյաններն այս ընկերությունում, սակայն որ Քոչարյանը Vivatel-ի փայատեր ռուսական Սիստեմա ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ստացավ, անուղղակի վկայությունն է, որ նման փայաբաժին առկա է։ Իդեպ Vivatel-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է 2007 թվականի Գագիկ Ծառուկյանի վիճակում, երբ անգամ լվացքի մեքենան միացնելիս նրա պատկերն էինք հանդիպում։ Կարծիքներ կան, որ Ռալֆ Յիրիկյանի ռասկրուտկան քաղաքական նպատակներ ունի։ Արարատ ցեմենտ գործարան ըստ վերսիայի այս ընկերությունում Քոչարյանները 33% չափաբաժին ունեն։ Հիշեցնենք, որ այս գործարանը նույնպես ծիծաղելի գներով սեփականաշնորհվեց եւ ֆորմալ սեփականատեր հրճակվեց Գագիկ Ծառուկյանը։ Հետագայում պարզվեց, որ այստեղ փայաբաժին ունեն նաեւ Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոշ տեղեկություններով նաեւ Սերժ Սարգսյանը։ Ռուսական վերսիա կայքեջի կողմից հրապարակված բիզնեսների ցանկը, որն ըստ լրատվամիջոցի պատկանում է Քոչարյաններին, սրանով չի ավարտվում։ Վերսիան պնդում է, որ Քոչարյանը Մոսկվայում գործող մի մեծ առևտրի կենտրոնի համասեփականատեր է։ Սամվել Կարապետյանի Կալուգոյի Սամոյի հետ կազինո ունի։ Հիշատակվում է ինչ-որ ագրոարդյունաբերություն ընկերություն։ Նշվում է, որ Քոչարյանների միջոցով են Հայաստան ներկրվում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Էֆորիո Արմանի, Ստեֆանո Ռիչի եւ այլն։ Բայց այս ցանկից դուրս են մնացել Play City զվարճանքի կենտրոնը, 8 սուպերմարկետը, Երևանում գտնվող մի քանի շենքեր եւ սրճարաններ, որ նույնպես տարածված կարծիքի համաձայն պատկանում են Քոչարյաններին։ Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանիքը չէր կարող այս ունեցվածքը կուտակել օրինական ճանապարհով։ Սա պաշտոնական դիրքը չարաշահելու տեսանելի արդյունք է, որը վաղ թե ուշ սահմանադրական իշխանություն ունեցող Հայաստանի իրավապահ համակարգի քննության առարկան պետք է դառնա։ Իսկ այս պահին կարող ենք արձանագրել, որ կարծես կար շոլկի Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատ Պարտկոմ Ռոբերտ Քոչարյանի համար է ասված՝ չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ։